Այսօր միակ մարդը, որ խոսում է եկեղեցու բոլոր թերություններից, Գարեգին բայի զավթած աթոռից, բոլոր արատներից, եկեղեցու պարտությունից, ամեն ինչից, միակ ճիշտ խոսացող մարդը, որ փրկում է եկեղեցու դեմքը գոնե մի քիչ հույս ու հավատ թողնելով, որ կան նման մարդիկ, դա այս Արմեն Մելքոնյանն է, եկեղեցական, չգիտեմ ինչ պաշտոնի է, մի քանի վիդեոներ տեսնելուց, լսելուց հետո միակ մարդն է, որ համարձակություն ունի այդ ամեն ինչը բարձրաձայնելու իրենց համակարգի միջի եղած սխալները։ Միակ բանը, որ կարող եմ ավելացնել պարոն Մելքոնյանին, ասել, որ գործողություններ են պետք, միայն աղոթքը հերիք չէ, որ ասում եք աղոթենք, որ Աստված տա խելք, խրամատություն, չգիտես ինչեր եւ այլը մեր քահանաներին, եկեղեցականներին, ինձ թվում է դա բավական չի, միայն Աստծո վրա հույս դնել պետք չի։ Դուք պետք է կոնկրետ գործողություններ անեք, ձեր միջի համակարգը մաքրելու համար, պետք է լծակներ ունենաք, ձևերը իմանաք։ Նման մարդիկ պետք է չաշխատեն, չթողնեք, որ եկեղեցուն ներկայացնեն, ներկայացուցիչները լինեն, այնպես որ կոնկրետ գործողություններ են պետք։ Եթե կան այս մարդը, այն մարդը, միայն քննադատելը բավական չէ, բայց դա էլ է մեծ համարձակություն պահանջվում այդ ամեն ինչը ասելու, հասկանում եմ դա, բայց պետք են կոնկրետ գործողություններ դրա համար, կոնկրետ ձևի լուծել այդ հարցերը, ովքեր որ բռնազավթել են, ինչպես այդ աթոռից իջեցնելու, ես ձևերը չգիտեմ, միգուցե դուք ավելի լավ գիտեք, այն մարդիկ, որ անարժան են ու պախարակում են քրիստոնեական հավատքն ու եկեղեցին, այդ մարդիկ պետք է գոյություն չունենան ձեր շարքերում, հասկացեք, որ դուք պետք է մաքրեք այդ ամեն ինչը, թե չէ այո, իրոք, որ պարտված է եկեղեցին, ժողովուրդը այլևս հեռանալով հեռանում է եկեղեցուց, դուք այս ամեն ինչ չզգում եք, դրա համար եք բարձրաձայնում, դուք արդեն զգում եք, նախազգում եք, որ այդպես է, մեծ վտանգ է սպառնում, այս ամեն ինչը կործանման եզրին է, այո, բայց գործական քայլեր արեք, միայն սա է ասելիքը։ Այսպիսով բարեկամներս, մտածեք այս ամենի մասին և մտածեք ինքնուրույն, մի թույլ տվեք, որ ուրիշը ձեր մասին, ձեր փոխարեն մտածի, ինչ պետք է ասել, ինչ պետք է անել, միայն ու միայն մտածեք ինքնուրույն, և գիտեք ինչ եմ մտածում այս օրերին, երբ որ զատիկի տոներ են, մտածում եմ, որ միգուցե Հիսուսը իր այդ հարությամբ ոչ թե ուզում էր ասեք, տեսեք, ես կարող եմ հարություն առնել և միակ մարդը ես եմ, որ կարող է դա անել, միգուցե այդ ապացուցելը նրա համար էր պետք, որ մարդը հասկանա, որ ինքը միայն մարմնական էակ չէ ու շատ այլ հատկություններ ունի, որ մեզնից թաքնված է և այդ ընդունակությունները չեն թույլ տալիս բացահայտել, նա ինքն իր օրինակով ցույց տվեց, որ հոգին անմահ է և մեզ դիտավորյալ պահում են մարմնական միայն գիտակցությամբ, մտածելով, որ մահը մահ է և վերջ, եթե օրինակ իմանայիք, որ մահը դա վերջը չէ, մահը դա բոլորովին էլ վերջ չէ, ինչքան բաներ կան, որ կարելի է չվախենալ, այն մարդիկ, որ վախենում են դրանից, հազար ու մի քայլերի դիմում, մահվան վախի պատճառով, միգուցե կհասկանային, որ մահից բոլորովին էլ պետք չի վախենալ, այստեղ մահանում է, այնտեղ վերածնվում, հոգին շարունակում է ապրել, ինչպես
պատյանն է մարդը փոխում, ինչպես օծն է հին շապիկը փոխում մաշկը, այդպես էլ երբ որ այս գործիքը, որով շարժվում ենք, գործում ենք եւ այլը, այս երկրի վրա նման մի հատ կաղապար պատյան է պետք որ կարողանա գործել համապատասխան երկրագնդի ամեն ինչի, միգուցե դա միայն ու միայն երբ որ այն դառնում է անգործ չի կարողանում իր աշխատանքը ճիշտ կատարել, երբ որ արդեն վնասված է մեքենան, այսպես կոչված, երբ որ այն արդեն անընդունակ է լիարժեք գործելու, այն ժամանակ միգուցե հոգին որոշում է հեռանալ այդ մարմնից, որը որ այլևս չի կարողանում լիարժեք ապրել, գործել, անընդունակ է մի խոսքով, այլևս պետք չէ իրեն, այն ժամանակ հեռանում է։ Եվ նաև իհարկե շատ այլ դեպքերում սա լրիվ այլ խոսակցություններ է, չեմ ուզում մանրամասնել նաև այլ պատճառներով հեռանալը, դա այլ թեմաներ է, որ կարելի է ուրիշ անգամ խոսել, այնպես որ մահից վախենալ պետք չէ, ես ես հավաստացնում եմ, դա վերջ չէ եւ դա միայն այն մարդիկ կարող են ասել, ովքեր հավատում են, թե միայն մարմինն է ապրում, գործում, մահանում եւ դա վերջն է։ Սա ուղղակի մեզ ցածր վիբրացիաների մեջ պահելու համար է եւ մատերիալիստական աշխարհիկ կյանքին կապված մնալու, լինելու եւ ըստ դրա վախեր, անհանգստություններ ունենալու համար է։ Հարգելիներս, ես հավատում եմ ստեղծագործողին, Աստծուն, եւ այդ հարցում ոչ մի կասկած ես չունեմ։ Այն ամենը, ինչ մեր շուրջն է, իր բազմազանությամբ, խորությամբ, պարզապես պատահականություն լինել չի կարող, դա անհերքելի է։ Սակայն պետք է նշեմ, որ ես ինքս ինձ քրիստոնյա չեմ համարում։ Ես հասկանում եմ, գնահատում եմ այն արժեքները, որ կարելի է գտնել թե քրիստոնեության մեջ, թե բուդդայականության, թե հինդուիզմի եւ այլ փիլիսոփայությունների մեջ։ Ես բաց եմ ընդունելու եւ ինտեգրելու այն բոլոր դրական գաղափարները, այն բոլոր սկզբունքները, որոնք ես ճիշտ եմ համարում։ Բայց ես չեմ ցանկանում կաշկանդված լինել որևէ կրոնական դավանանքով։ Քանի որ կուրորեն երբ որ հավատում ես որևիցե կրոնի, կարող եք դառնալ մանիպուլյացիայի զոհ։ Մարդիկ կարող են օգտագործել այդ անվանումը արդարացնելու սխալ արարքներ հավատքի անվան տակ։ Իսկ ես դա չեմ ցանկանում։ Ինչու համար էր այս ամեն ինչը իմ խոսելը։ Ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հավատում է, քրիստոնյա է եւ այլը։ Դրա համար եմ ասում, որպեսզի եկեղեցականները հասկանան, իմ խորհուրդները եկեղեցուն, հոգևորականներին այն իմաստով է ասված, որ կարող է օգնել իրենց առաքելությունը հաջողացնելու համար, հաջողելու։ Դրա համար ես հստակ իրենց ասում եմ իրենց սխալները, որովհետև իրենք պետք է դառնան ոչ թե կուռքի երկրպագման մի վայր, մի անվան պիտակի տակ, այլ դառնան այն իսկական հոգևոր սկզբնաղբյուրը, ժողովրդի կարեկցանքների, հոգսերի եւ այլը մասին հոգ տանող օրինակելի մի հաստատություն, որովհետև դու կարող ես ինչքան ուզում ես քարոզիր, օգնիր դրացյալիդ, եղիր բարի, օրինակով պետք է ցույց տաս, չէ՞ քո օրինակով, ինչպես դա լինել, քեզ պետք է նայեն, քեզ պետք է ընդօրինակեն, քանի որ ժողովուրդ ունես հավատացյալ այսքան քանակով, նրանք քեզնից են օրինակ վերցնում։ Եթե դուք դառնաք նման
օրինակելի հաստատություն, քանի որ ժողովուրդը նորից շարունակելու է հավատալ ձեզ, ավելի լավ է դուք դառնաք նման մի հաստատություն, մի կրթօջախ, ժողովրդի վարքի, բարքի, ամեն ինչի համար, բարոյական սկզբունքների, ընդօրինակելի մի աղբյուր, իմ ասածը դա է, քանի որ միշտ լինելու են ձեր քրիստոնյա հավատացյալները նամանավանդ հայազգի մեջ, ապա դարձեք իրոք մի շատ օրինակելի, բարձր կանգնած, վեհ կանգնած, մաքուր հաստատություն և ձեր օրինակելի վարքով, բարքով, խորհուրդներով և օգնությամբ, այո դարձեք ժողովրդի առաջնորդ, մաքրվեք, սա է իմ նպատակը այս ամբողջ քարոզի։ Ես չեմ ասում, թե անպայման փոխվեք ուրիշ ռելիգիայի եւ այլը, դա ձեր գործն է, ամեն մարդ ինքն է ընտրում ինչ ռելիգիայի հավատալ, ինչ կրոնի, դա ազատություն է, բոլոր ով ինչ իրեն սրտին հարազատ է համարում, բայց ընդհանրապես ոչ մի կրոնի հավատալն էլ դա պարտադիր չէ, եթե դու մնում ես մարդ, կապ չունի ինչ կրոնի ես, կարող է շատ լավ մարդ լինել մի այլ կրոնի մարդ, դուք կարծում եք, թե եթե որևիցե մեկը քրիստոնյա չէ, բայց շատ ընտիր լավ մարդ է, բարի, բոլոր առումներով կյանքը ապրում է շատ լավ հասկացողությունով եւ այլը, դուք կարծում եք, թե քանի որ նա քրիստոնյա չէ, նրա աչքում նա ցածր է կանգնած Աստծո առաջ, Աստծոն պետք չեն ձեր պիտակները, սա է իմ ասելիքը, ուզում եք պիտակավորեք ձեզ քրիստոնյա, ուզում եք հրեա, ինչ ուզում եք, դրանք կարևոր չեն, միթե անվանումն է Աստծո համար կարևոր, քան թե ձեր ինչպիսի մարդ լինելը, այդ ինչ տեսակի Աստծո եք դուք հավատում, ինչ բնավորության, ինչ խելքի, որ դուք կարծում եք իրոք, եթե ձեզ անվանեցիք մի կարող եք մի այլ ռելիգիայի կրոնի անվանում հորինել և ասել սա է ամենաճիշտը, միթե անվանումներն են կարևոր, իմ ասելիքը որ դա է, պետք չի կուռքեր սարքել անվանումներից, նույնիսկ քրիստոնյա կրոնը բաժանված է հազար ու մի տեսակի բաժանմունքների, դուք կարծում եք որն է ավելի բարձր Աստծո առաջ, կաթոլիկը թե ուղղափառը, ապոստոլ եկեղեցին, թե մյուսը, միթե նրա համար դա կարևոր է, թե որ բաժանմունքին եք դուք պատկանում, միթե կարծում եք, թե օրինակ բուդդիստները մարդիկ չեն նրա աչքում, Աստծո աչքում նրանք մի այլ տեսակի կենդանիներ են կամ ռոբոտներ, նրանք մարդ չեն, նույն մարդը չեն Աստծո աչքին, ինչ կապ ունի, թե նրանք ինչի են հավատում, վերջապես բոլոր ազգերն էլ նույն Աստծուն են աղոթում, երկրպագում, ամենքը իր ձևի, այսպես ասած կոչված, թարգմանված կամ իր իսկ ձևի պատմություններով եւ այլը, նայած թե իրենց ինչ գրքեր են տվել, ինչպիսի հասկացողություններ են տվել, բայց բոլորը նույն Աստծուն են երկրպագում, բոլորն էլ մարդ են Աստծո աչքին, այնպես որ դա կապ չունի, թե որ ռելիգիայի մեջ եք, որ կրոնի մեջ եք, կարևորը որ մարդ մնաք եւ կատարելագործվեք, սա է իմ ասելիքը, ոչ մեկը ոչ մեկից էլ լավ չէ, վաղը ձեզ կարող են հավատացնել, որ դուք քրիստոնյա եք, բոլորից բարձր եք, այն մնացածները երկրորդ, երրորդ սորտի մարդիկ են, դա ճիշտ չէ, դրա համար եմ ասում, կուրորեն մի հավատացեք, ինչքան ցանկանում եք, քրիստոնեությանը, Քրիստոսին եւ այլը, ինչ ուզում եք արեք, բայց մնացեք ողջախոհության սահմաններում, մի թույլ տվեք, որ դուք դառնաք գործիք, օգտագործելով կրոնը, օրինակ եթե ասեն տեր հայրերը, այսպես կոչված, վաղը պետք է բոլորին գլխատենք, ով որ այսպես է կամ տեսքը այսպես է, որովհետև Աստված այդպես է ասել, միթե կրոնի անունով կարող են ձեզ պարտադրել, համոզել անհեթեթ գործողություններ անել, ինչպես այս 20%-անոց հայ կոչողը, դրա համար
ինչ կրոնիլ պատկանակ ողջախոհությունը պահպանեք։ Դա է իմ ասելիքը, կուրորեն ոչ մի բանի մի հավատացեք, ովքեր ձեզ տալիս են հավատքի սիստեմ, կուրորեն պահանջում են, որ կուրորեն հավատակ, դա սխալ է։ Երբեք նման բան չի լինում։ Ամեն ինչի ենթարկվելով իսեր Աստծո իբր թե դա կոչելով Աստծո անվան տակ կարող են ձեզ ստիպել հրեշագործություններ անել միմյանց հանդեպ։ Իսկ դա ես չեմ ցանկանում։ Այսպիսով բարեկամներս, ես կցանկանայի մնալ մի պարզ մարդ, որ ոչ մի բան հաստատ չգիտի, այսպես կոչված մեկ դար ապրի, մեկ դար սովորի, շատ բան կա սովորելու, շատ բան կա հասկանալու, երբեք մի ասեք ես ամեն ինչ արդեն հասկացել եմ։ Երբ որ ինքներդ ձեզ կասեք, ես ոչինչ չգիտեմ, այդ ժամանակ եք դուք սկսում սովորել, պրպտել, փնտրել, իսկ երբ որ կարծում եք դուք ամեն ինչ գիտեք, այդտեղ դուք սխալվում եք, ոչ ոք չի հասել դրան, շատ քչերն են հասել։ Ես հավատում եմ և խորապես հիանում ստեղծագործող Աստծով։ Այո, նա է ստեղծել աշխարհը, նա է կառավարում, բայց ես չեմ ցանկանում նրան մարդկային անուններ տալ, ես չեմ ցանկանում այս հիացմունքը, դավանանքը կոչել որևիցե կրոնի անունով։ Առայժմս այսքանը, ստեսություն։